Պարոն Կարապետյան, դուք ձեր թիմակիցները հայտարարում եք, որ ուժեղ Հայաստանում ստեղծելու է 300,000 աշխատատեղ, իսկ ՀՊ-ն 300,000 ադրբեջանցիների վերադարձ է ապահովելու։ Ես չեմ լսել, որ բացի թմբուկ նվագելուց Փաշինյանը դրան արձագանքել է։ Պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այսի շուրջ 3 տեղեկություններ շրջանառվեցին, որ նա եկել է այստեղ նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու համար։ Խնդրում եմ հրապարակավ հերքել կամ հակառակը հաստատել այդ շրջանառվող տեղեկությունները։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Բայց չեք կարծում, որ հիմա այս պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ առաջ քաշելու, օրինակ ասելու է ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի արևելք, որը ինքը արևմտյան Ադրբեջան է կոչում, Զանգեզուրի միջանցքը ուզի։ Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետեւ երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, եւ չեմ կարծում, թե որևէ երկիր կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։